Ավարտվեցին լսումները Հայաստանի Հանրապետության խորհրդարանում և Հովիկ Աղազարյանը, ինչպես նաև Տարոն Անդրանիկի Մարգարյանը զրկվեցին իրենց պատգամավորական անձեռնամխելությունից։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը իր մուլտիպլիկացիոն փողկապով նստած աղվեսի պես հեռավոր անկյունում դահլիճի սպասում էր մինչև այդ երկու կկուները կդառնան անպաշտպան, որպեսզի վերցնի երկուսին և տանի։ Զգացողությունները իհարկե բոլորի մոտ շատ տարաբնույթ են, ասենք եթե Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ ինչ-որ մի տեսակ ուրիշ զգացում ունենք, Անդրանիկ Մարգարյանի որդին իհարկե այդպես մի լավ անձամբ ես շատերը նույնպես այդպեսի մի լավ հիշողություններ չունենք, բայց դատելով Ազատ Արշակյանի խոսքից եղել է նախկինում մինչև երևի վարչապետ դառնալը, մինչև լինելով հանրապետական այդ վերջին հանրապետական թիմի անդամ լինելը եղել է Ազատ Գասպարյանի ընկերը, Ազատ Արշակյանի ներողություն, Ազատ Արշակյանի ընկերը, Նավասարդյանի, Հայրիկյան, այսինքն են հայ ազգային լավ մարդկանցից մեկը, որոնք պայքարել են Հայաստանի անկախության համար, Տարոն Մարգարյանն էլ պտուղը ծառից մի քիչ հեռու ընկավ, Գագիկ Բեգլարյանից առաջ թե հետո չեմ հիշում, Բեգլարյանի հետ միասին քաղաքի կերան, ինչքան որ կար։ Իհարկե զգացմունքները տարբեր են, այսինքն ինչ-որ միտեղ որ ճիշտ ասեմ, և ես միշտ փորձում եմ ճիշտ ասել և ճիշտ եմ ասում, ասենք գտնում եմ, որ Տարոն Մարգարյանին պետքա դատախազը գար Տարոն Մարգարյանի հետևից դեռ ասենք 2018 թվականի սեպտեմբեր ամսին, օրինակի համար։ Քանի թարմ էր, քանի սեփականաշնորհած գույքը, բանը, գողացած գումարներով այդ մեքենաները այդքան շատ հնամաշ էին, Range Rover-ը քանի թարմ էր եւ այլ, այդ բոլորը հետ բերելու համար։ Հիմա սենց կարող է ձերբակալ են, կարող է այսօր իրիկունը Տարոն Մարգարյանը թռնի Մոսկվա Միրա Պողոսյանի մոտ արդեն, այնտեղ մի հատ կուսակցություն ստեղծի, սկսի այնտեղից ինչ որ բաներ ելուտել ունենալ, կարող է եւ ձերբակալ են տանեն, Քոչարյանի պես մի քանի ամիս պահեն, տանեն, բերեն, տանեն, բերեն, տանեն, բերեն, միջև անմեղ կճանաչեն, գույքից էլ կարող է հանի այդ դբրոցների կոլեկցիան, որ ունի թալանած Գագիկ Բեգլարյանի հետ, մի դբրոց հետ տա, ձեռի տա նիկոլականների հետ, ասեն շո, հետ բերեցիք։ Էդի Տարոն Մարգարյանի պահով, բայց Հովիկ Ղազարյանի պահով նույնպես էլ իշենց զգացմունքները տարբեր են, խառն են, հիմա ինչ-որ միտեղ կարելի ասել դե իրանց թիմից է, իրանք մի հորից են, մի մորից են, ինչ ուզեցել են, արել են, այդքան լավներ, այդքան լավ մարդեր, թող Նիկոլեը չլիներ, կամ շուտ հեռանար, ոնց որ են մի քանի պատգամավորները Տաթևիկ Հայրապետյանի նման ժամանակին հասկացան, թե ուր է տանում այդ թիմը, այդ ղեկավարը, հեռացան այդ մարդուց, թող ինքն էլ ժամանակին հեռանար։ Կամ եթե օրենքը խախտել է, թող պատասխանատվություն կրի, իհարկե այդտեղ մեծ կասկածներ ունեմ, եւ դաժե կուզենայի, որ գլխավոր դատախազը մեկ իրան հարցում ուղեր, եթե Հովիկ Աղազարյանի մեղքը չապացուցվի, դուք հրաժարական կտաք, տիկին դատախազ, երկորաձեզ ճղում եք, հոդվածներ եք կարդում, դե պիտի ապացուցեք այդ մարդու մեղքը, եթե չկարողացաք պետք է հրաժարական տաք, բայց ուրիշ բաներ, հիմնական այսքան խոսացեց 4 րոպեն ուրիշ բանի համար է ասում, գիտեք չէ, Հովիկ Աղազարյանի այդ պատմությունը, այդ հեռախոսի հետ կապված եւ այլ, ՔՊ-ն բոլոր անդամները գիտեն, ՔՊ-ական այդ բոլոր անդամների այդ վարչությունն ընդհանրապես այդ դահլիճում նստած պատգամավորներ են եւ այդ բոլորի ընտանիքներն էլ գիտեն։ Այսինքն այդ արտահոսքը, այդ ինչ ա եղել, հրախուսում ինչա գրված եղել, ցես Նիկոլի միջոցով դուրս ա եկել, ցես տարածվել է երևի
հանրապետության ժողովրդի լայն մասաներ շերտեր գիտեն դրա մասին տեղյակ են։ Անձամբ ես գաղափար չունեմ, թե ինչ է հայտնաբերվել հեռախոսի մեջ եւ այլ։ Երբեմն հետաքրքրություն առաջանում ինձ մոտ նույնպես ինչպես շատ հայերի մոտ, թե տեսնես ինչ ա եղել, մեկ ակնակներ են անում ինչ որ համասեռամոլության թե ինչի բան, ու ես մոտիկ մարդ ունեմ, որ շատ մոտ է կանգնած այդ խորհրդարանում դալիճում գտնվողներից մի քանիսի հետ, շատ մոտ է։ Այսինքն ինձ անհրաժեշտ է մի հատ զանգ անեմ հիմա Երևան, պետական գաղտնիք չի պարունակում, անմիջապես 5 րոպեում ես կիմանամ, թե հեռախոսի մեջ ինչա պարունակել, ինչ նորություն ա եղել, կամ ինչ գաղտնի ինֆորմացիա ա եղել, անկասկած այդտեղ հայրենիքի վնասող ոչինչ չի եղել, անձնական բնույթի բաներ են, բաբասակներ, այսինքն մի հատ զանգով ես կարող եմ իմանալ։ Բայց ես ինքս հարց եմ տալիս ու մտածում, իսկ դա ինձ պետք է, դա ինձ հարկավոր է, բոլորովին։ Ես ինձ արժանապատիվ չեմ համարում հետաքրքրվելու եւ իմանալու դրանով։ Ես համարում եմ դա անընդունելի, անքաղաքավարի, ինչ ասեմ, էլ ինչ բառ ասեմ, էլի։ Նորից կրկնեմ այդ նույն իմ սիրած արտահայտությունը, իմ ինքնասիրությունից, իմ ինքնագնահատանքից շատ ցածր քայլ, վարկ, մակարդակ, որ ես զանգեմ հիմա հետաքրքրվեմ, հարցնեմ, թե ինչ ա եղել։ Դա ինձ վայել չի, հասկանում եք, դա ինձ պետք չի, անարգանք եմ համարում ու զարմանում եմ, որ այդ ինֆորմացիան իրանք հանել են, նայել են, անօրինական ձևով, ոչ թե ինչ-որ հանցագործության կատարած մարդուն ձերբակալել են, բռնագրավել են հեռախոս, այլ պարզապես հետաքննության դեռ ընթացքում կամ նախնական ընթացքում բացե նայել են, բոլորը ծանոթացել են եւ տարածել են։ Եվ ինչպես ինքը Հովիկ Աղազարյանը ասեց, որ հետաքրքիր որն է ավելի անբարոյական։ Իրա ինչ որ եղել է, թեկուզ պետական գաղտնիք, նույնիսկ դաժե էսլի պետական գաղտնիք է որևէ մեկին հայտնել, հետաքրքիր է որն է ավելի անբարոյական, պետական գաղտնիք հայտնելը, թե հեռախոսի մեջ նայելը։ Իսկ հիմա բանալուանսկից ուրիշի ննջասենյակ նայելը, որ այդ հեռախոս ստուգելը նույն բանն է հիշացնում, եւ դա կիսվել ուրիշների հետ տարածելը ամենաստոր, ամենաէժանագին, ոչ տղամարդուն հատուկ, ոչ կնոջը հատուկ, ոչ մարդուն հատուկ արարք։ Այդ դրա համար բոլորովին մի գրամ մոտս ցանկություն չկա զանգելու Երևան եւ հարցնելու թե ինչ ա եղել։ Հովիկ Աղազարյանին էլ Աստված պահապան, եթե մեղավոր չի, ոչ մի կոռուպցիայի մեջ չկա, կաշառք չի վերցրել, չի ուզել եւ այլ, թող մեղավոր անմեղ ճանաչվի, թող բոլորը պատժվեն, ներողություն խնդրեն եւ նա ազատ արձակվի։ Իսկ եթե ինչ որ մի բան կա, մի մեղք կա գործել, թող ինչ ասեմ, օրենքի խստությամբ թող կրի իր արժանապատիվ պատիժը։ Աստված պահապան բոլորին, ամենայն բարիքներ։